Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը, ով 1 տարի առաջ էր ԲՀԿ-ից դուրս եկել եւ վերջերս հայտարարել նոր կուսակցություն հիմնելու մասին, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, ստեղծվելիք համախմբում կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին ընդառաջ գործելու է որպես այլընտրանք իշխող ուժին։ Խորհրդարանական ընտրությունների ընդառաջ մենք փորձելու ենք ներկայանալ որպես առանցքային քաղաքական բևեր եւ ընտրությունների օրերին հանդիսանանք ժողովրդի եւ մեր հասարակության համար իսկական այլընտրանք իշխող քաղաքական ուժին եւ այս ճանապարհի վրա մենք պատրաստ կլինենք համագործակցելու ցանկացած քաղաքական ուժի հետ։ Օսկանյանի կարծիքով իրենք կարող են հասնել համախմբման, նշեց, որ պատրաստ են համագործակցելու ցանկացած քաղաքական եւ հասարակական ուժի հետ առանց անուններ տալու։ Մենք գտնում ենք, որ առանցին քաղաքական ուժերը ովքեր նույն նպատակն են դրել իրենց առաջ, շատ ավելի մեծ դժվարություն կունենան արդյունքների հասնելու, մենք փորձելու ենք միասին ճանապարհ անցնել եւ նաեւ այդ համախմբման մեջ մենք կոչ ենք անում ժողովրդի համախմբումը, քաղաքական ուժերի շուրջ, որովհետեւ կարողանանք երկրում իսկապես արմատական փոփոխություններ բերել։ Օսկանյանը չհստակեցրեց, թե ինչպես պետք է հասնեն համախմբման, ինչը չի հաջողվել արդեն գործող կուսակցություններին, բայց պնդեց, թե նոր մշակույթ են բերելու կուսակցաշինության եւ կուսակցության գործունեության մեջ։ Մենք լինելու ենք բաց, լինելու ենք տափանցիկ, մենք բարձրացնելու ենք շատ համարձակորեն եւ խոսելու ենք այսօր երկրի առաջ ծառացած բոլոր խնդիրների մասին, թերությունների մասին, ցախողումների մասին եւ կոնկրետ լուծումներ են առաջադրելու։ Օսկանյանը այսօր բացառեց ընտրություններից հետո հանրապետականի հետ հնարավոր կոալիցիան։ Միշտ ասած ես նման զարգացում չեմ պատկերացնում, այսօր էապես տարբերվում են մեր մոդեցումները, ծրագրերը եւ ակնհայտ է, որ այս տարիների ընթացքում իշխող ուժը հաջողություններ չի ունեցել եւ ժողովուրդը այլընտրանք է պնդում։ Եթե հաջողվի մեզ այդ այլընտրանքը լինել եւ ժողովուրդը համոզվի դրանում, ես կարծում եմ, որ մենք մեր ծրագրերով արդեն հանդես կգանք եւ մեզ հետ համախոհ ուժերի հետ կարողանանք կառավարություն կազմել եւ արդեն այդ ծրագրերը իրականացնել։ Վարդան Օսկանյանը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման օրոք 10 տարի ղեկավարել է արտաքին գերատեսչությունը եւ շատ է խոսվում մինչեւ այսօր նրանց ունեցած սերտ առնչությունների մասին, բայց նոր ստեղծվող կուսակցության նախաձեռնող խմբի անդամը հերքեց Քոչարյանի կապը կուսակցության հետ։ Քոչարյանը կուսակցության հետ բացարձակապես կապ չունի։ Հարցին, թե արդյոք կգնան հեղափոխության եւ կպահանջեն Սերժ Սարգսյանի հրաժարականը, Օսկանյանը պատասխանեց. Ես 25 տարվա իմ քաղաքական կորձունեության մեջ, գիտեք, որևէ մեկին, հասկանում եք, հրաժարականը չեմ պահանջել, դա արդեն նշանակողների խնդիրն է, նրանք պետք է գիտակցեն ով ինչ է արել եւ համապատասխան քայլեր անեն։ Երբեք ես իմ կյանքում դա չեմ արել եւ չեմ պատրաստվում դա փոխել։